ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու տեքստը, անելու համապատասխան առաջարկներ, որոնք միտված են լինելու դրա փոփոխությանը, լրամշակմանը եւ այլն։ Տարակարծություններ միշտ կան, որովհետեւ մեկ-անձնյա որոշումներով առաջ չենք շարժվել, երբեք եւ առաջ չենք շարժվում։ Ամեն ինչի, յուրաքանչյուր օրենսդրական նախագծի շուրջ տարաձայնություններ լինում են եւ դրանք քննարկվում են եւ լուծումներ են գտնվում։ Սահմանադրությունը այդ ծավալով անհնար է, որ տարակարծություններ, այո, գիտեմ ուշանում ենք, բայց չի հետաքրքրում մեր լրագրողներին։ Գնում ենք Տիկին Գալյան, մամուլում Տեղ ունենք գնալու։ Որ քաղաքական այնպիսի որոշում կա, որ թողնել տեքստը մինչև կտեսնի իշխանությունը 2/3 ունենա թե չէ, դրանից հետո նաև սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ կանի, որ լուծի նաև իրավական հարցերը, որոնք չի կարող լուծել 2/3 չունենալով։ Չեմ հասկանում ձեր հարցը, ճիշտն ասած, որովհետև նման բան երբևէ չի քննարկվել։ Չէ, չեմ հասկանում միտքը հարցի, այսինքն որտեղից է գալիս։ Չէ, դա այլ քաղաքական ուժերին հարիր մոտեցում է փոխել սահմանադրություն եւ հարմարեցնել իրենց ցանկություններին։ Ուղղակի հիմա հասկանալի չի չհրապարակման պատճառները, Տիկին Գալյան։ Գիտեք, կհրապարակվի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի տեքստը հրապարակման եւ այլևս այս հարցերին չեմ պատասխանելու։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում չհրապարակելը։ Նշանակում է մի բան, որ դեռ հրապարակման համար պատրաստ չէ։ Դա է նշանակում։ Հրապարակման համար պատրաստ չին, այսինքն դա ինչ է նշանակում։ Մենք ենք որոշում, պատրաստ է հանրությանը ներկա։ Ես ասում եմ, տեքստը պատրաստ է, դրված է քննարկումների, կորոշվի երբ է հրապարակվելու։ Տիկին նախարար մաս հրապարակելու տարբերակ դիտարկում։ Գուցեև քննարկվել է նաև այդ տարբերակը, բայց դեռևս որոշում չկա եւ հրապարակման մասով որքան էլ հարցնեք, ես ասել եմ դեռ որոշում չկա, բայց ես իրոք ուշանում եմ։ Այո, նախաբանի մի քանի տարբերակներ կան։ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է։ Տեքստը դեռ հրապարակված չէ, երբ հրապարակվի ինքներդ կտեսնեք։ Ինչ է այդ ինտրիգը։ Ինտրիգ չկա։ Ինչ ասել է։ Ինտրիգ չկա ընդհանրապես, ես ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Եվ ասում եմ հետեւյալը, տեքստը կհրապարակվի, չկա որևէ ինտրիգ եւ դուք եւ մեր սիրելի ժողովուրդը կտեսնի տեքստը, կծանոթանա դրան եւ կանի համապատասխան առաջարկներ, ես իրոք ուշանում եմ։